Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները, շարժերը, ուղղությունը, թե ինչ հետագծով է շարժվում տնտեսությունը եւ նաեւ տնտեսության որակական բնութագրիչները, հանգամանք, որը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, իհարկե առաջին, այսպես ասած, առաջին ձեռք տեղեկատվությունը մենք ստանում ենք մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների օպերատիվ եւ անընդհատ վերլուծությամբ, մասնավորապես միասին փորձելով հասկանալ, թե որ ուղղություններն են ապահովում աճեր եւ այլն։ Բայց պետք է նշել, որ դրանից զատ կան նաև այլ վիճակագրություններ, ստացվում են այլ տեղեկություններ, որոնք ուղղակի եւ անուղղակի կրկին տնտեսության որակական բնութագրիչների եւ որակական գործընթացների վերաբերյալ իրավունք են տալիս որոշակի եզրակացություններ անել, ցավոք սրտի վերջին շրջանում եզրահանգումները որևէ կերպ դրականի մասին չեն խոսում։ Այսօր մասնավորապես խոսքը վերաբերում է բանկերի կողմից տրված վարկերին, վարկային պորտֆելի կառուցվածքին, որը բավական այսպես պատկերավոր ցուցիչ է տնտեսության իրական գնահատականների եւ իրական շարժերի վերաբերյալ։ Առաջարկում եմ միանգամից ուսումնասիրենք մեր առաջին պատկերը, որտեղ ներկայացված է վարկային պորտֆելը, այն ուղղությունները եւ թվային ցուցանիշները, թե որ ուղղություններին որքան վարկեր են տրամադրվել։ Հիշեցնեմ, նշեմ, որ խոսքը վերաբերում է 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ միայն բանկերի կողմից տրված վարկային, ուրեմն վարկերի վերաբերյալ ցուցանիշներին եւ այստեղ ներկայացված են տարատեսակ տարբեր ուղղություններ, որոնց տրված են վարկեր եւ մյուս կողմում մեր ցանկի ուրեմն թվային ցուցանիշներն են, այսինքն որ ուղղությանը հունվարի 31-ի դրությամբ որքան վարկ է տրամադրվել։ Եվ անգամ այսպես հպանցիկ հայացքը թույլ է տալիս ակնհայտորեն ցուցադրում է այն պատկերը, որ այս ժամանակաշրջանի համար ամենաշատը վարկավորվել է բանկերի կողմից ֆինանսավորվել է հիպոթեկային եւ սպառողական ոլորտները։ Բավական մտահոգիչ պատկեր է այստեղ ոչ միայն եւս մեկ անգամ ցույց տվող հիպոթեկային շուկայի տաքացած վիճակը, որի հնարավոր ռիսկերի եւ մարտահրավերների մասին շատ ենք խոսել, այլ նաեւ երբ ուշադրություն ենք դարձնում մնացած ոլորտների եւ դրանց ֆինանսավորման քանակներին, իսկապես մտահոգիչ պատկեր է։ Օրինակ բավական ոչ դրական ցուցիչ եւ հանգամանք է նույն կրթության ոլորտին տրամադրված վարկերը, որոնք կազմել են 5 միլիարդ 313 միլիոն մոտավորապես դրամ ֆինանսավորում։ Փոխարենը հիպոթեկի պարագայում մենք ունենք 1.5 տրիլիոն դրամի ֆինանսավորում, այսինքն այդքան վարկավորվել է եւ գրեթե նույնքան ցուցանիշ ունենք սպառողական վարկերի հետ կապված։ Իհարկե կարելի է ավելի մանրամասն ուսումնասիրել, սակայն դուք ինքներդ այդ պատկերը տեսնում եք։ Եվ հաշվի առնելով հանգամանքը, որ վարկավորման, հատկապես եթե խոսքը գնում է հիպոթեկի եւ սպառողական վարկավորման տենդենսների մասին, ամենամեծ մասնաբաժինը Երևանին է բաժին ընկնում, առանձնացրել են Երևանի ցուցանիշները եւ նշված ժամանակահատվածում Երևանում ընդհանուր առմամբ վարկավորվել է 4.3 տրիլիոն դրամ, այսինքն վարկային պորտֆելը Երևանի կազմել է այդ ցուցանիշը, որից հիպոթեկային եւ սպառողական վարկերին բաժին է ընկնում մոտավորապես 2 տրիլիոն դրամ, այսինքն ընդհանուրի մոտավորապես 45%-ը։ Նշեմ, որ բոլոր մարզերի պարագայում, այսինքն վերևի տվյալների ինֆորմացիայի պարագայում էլ մենք ընդհանուր ունենք մոտավորապես 5.3 տրիլիոն դրամի վարկավորում, որից էլի գրեթե կեսը, կեսից մի փոքր պակաս ցուցանիշ մասնաբաժին են կազմում հիպոթեկային եւ սպառողական վարկավորումները։ Այս խնդիրը իրականում ունի շերտեր եւ այդ շերտերը մեկը չէ։ Առաջինը խոսեցինք այդ մասին, դա տնտեսությունում իրական որակական գործընթացներ են եւ որակական բնութագրիչներն են։ Այն է, որ ֆինանսավորումը եւ կապիտալը ուղղվում է տնտեսությունում հենց հիպոթեկի եւ սպառողական շուկաների, այսինքն այդ ուղղությամբ։ Փոխարենը մենք ունենք գիտատեխնիկական տեղեկատվության եւ կապի, այսինքն մնացած ոլորտներում ցուցանիշը շատ ավելի ցածր է, ինչը իսկապես հենց բնութագրիչ չէ, որոշակի ցուցիչ է, հա, տնտեսությունում իրականում տեղի ունեցող գործընթացների։ Սակայն այս շերտին հաջորդում է, իրականում մենք պես առաջնահերթությամբ չենք դասավորել, այնուամենայնիվ կա նաեւ սոցիալական շերտը, դա փաստացի վարկային պորտֆելու ամենամեծ մասնաբաժինը ուղղակի քաղաքացիների կողմից վերցված վարկավորումներն են, որոնք մյուս կողմում, հակառակ կողմում այդ նույն քաղաքացիների համար վարկային բեռի եւ սպասարկման բեռի մասին է խոսում իր
սոցիալական բաղադրիչով։ Միասին դիտարկենք մեր երկրորդ պատկերը, որտեղ ներկայացված են վարկավորումների միջինացված տոկոսադրույքները։ Մենք կրկին առաջնորդվել ենք 31-ի հունվարի 31-ի դրությամբ եղած ցուցանիշներով, ներկայացված է հայկական դրամով եւ արտաժույթով տրված վարկերի ցուցանիշները, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով վարկերի, պարզապես հիշեցնեմ, որ կարճաժամկետը մինչև 1 տարի տրված վարկերն են, 1-ից 5 տարին միջնաժամկետ վարկավորումներն են եւ 5 տարի եւ ավել պարագայում խոսքը երկարաժամկետ վարկավորումների մասին է։ Եվ այսպես հայկական դրամով տրված վարկերի պարագայում, եթե ֆիզիկական անձանց տրված վարկերի ցուցանիշն ենք ուզում տեսնել, փաստացի ամենացածր տոկոսադրույքը 13.1%-ն է։ Ինչ վերաբերում է արտաժույթով տրված վարկերին, ապա այստեղ եւս ցուցանիշը բավական բարձր է, այսինքն տոկոսները բավական բարձր են եւ ֆիզիկական անձանց պարագայում երկարաժամկետում 9.8%-անոց մենք վարկեր ունենք ըստ էության։ Սա այս հանգամանքը, այս ցուցանիշը գալիս հատվում է հենց այդ երկրորդ շերտի, սոցիալական շերտի հետ, սոցիալական խնդրի շերտի հետ, որը հաշվի առնելով հանգամանքը, թե մեր տնտեսությունը ինչպիսի գործընթացների ներքո է, մասնավորապես տնտեսական աճի դանդաղում, հետագայում աճի հետ կապված առնվազն խնդրահարույց կանխատեսումներ եւ իրավիճակ եւ այս պարագայում սա փաստացի սոցիալական առումով բավական լուրջ եւ մարտահրավերն է։ Սա փաստացի երկրորդ շերտը։ Բայց կա նաեւ երրորդ հանգամանքը, երրորդ շերտը այս խնդրի, որը արդեն դեպի ֆինանսական կազմակերպություններ, մասնավորապես մենք հիմա խոսում ենք առևտրային բանկերի մասին, դեպի առևտրային բանկեր հնարավոր ռիսկերի գեներացիայի մասին է խոսում։ Էլի պիտի հատվենք երկրորդ եւ առաջին հանգամանքների հետ, նորից հաշվի առնելով մեր տնտեսության շուրջ տեղի ունեցող իրողությունները եւ առնվազն կասկածելի կայուն աճի տեսանկյունից կասկածելի հեռանկարները, ապա նույն բանկերի համար որոշակի ռիսկայնության գործընթացի ներքո կարող ենք լինել։ Եվ թերևս ամփոփելով, այս երեք հանգամանքները միասին փաստացի եւս մեկ անգամ նշենք, տնտեսությունում իրական գործընթացների եւ տնտեսական ներկայիս աճի իրական որակական բնութագրիչների հանգամանքը, սոցիալական բավական լուրջ լարվածության եւ սոցիալական բավական լուրջ խնդրի հնարավոր ռիսկերը եւ այսօր ձևավորված նախադրյալները եւ դեպի ֆինանսներ հնարավոր այսպես բացական կանխատեսումները եւ բացական նախադրյալները, որոնք այսօր ձևավորվում են եւ ի վերջո այս հանգամանքը մեկը մյուսից առաջնահերթություն չտալով միասին այս երեք հանգամանքները ձևավորում են ոչ դրական, մեղմ ասած, ոչ դրական կանխատեսման հնարավորություն։ Ի վերջո դեպի ֆինանսական, այսպես խնդրի ֆինանսական շերտին, եթե անդրադառնալու լինենք, դեպի բանկեր, որքան էլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հանրության կողմից բանկային համակարգի նկատմամբ կա ոչ միանշանակ վերաբերմունք, բայց այնուամենայնիվ բանկերի համար ձևավորվող ռիսկերը իրականում տնտեսության համար շատ ավելի գլոբալ եւ երկարաժամկետ ռիսկերի եւ մարտահրավերների առիթ կարող են հանդիսանալ։